Ողջույն, միշտ տեսանյութը դիտել է, խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂՀ հակամարտության բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանական պատկերացումների պարտադրման նպատակով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց, որոնց թվում էր նաև նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համատեղ հայտարարությունը։ Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է. «Խորհրդի հարգելի նախագահ, կառավարությունների հարգելի ղեկավարներ, հարգելի Սերգեյ Նիկոլայի, հայկական կողմի անունից անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ։ Մեր հանդիպումը տեղի ունենում հեռահար կերպով, բայց մենք անկեղծորեն հույս ունենք, որ մոտ ապագայում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը կտրուկ կփոխվի եւ հնարավոր կլինի հանդիպումների անցկացում դեմ առ դեմ ձևաչափով։ Այս պայմաններում, երբ աշխարհի բոլոր պետությունները կանգնած են սահմաններ չճանաչող համավարակի հետ կապված մարտահրավերների առաջ, ջանքերի միավորման անհրաժեշտությունն ակնհայտ է։ Կորոնավիրուսի սպառնալիքի վերացման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլեր նախաձեռնելու եւ բազմակողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու մեր երկրների պատրաստակամության հերթական հաստատումը ավելորդ չի լինի։ Այս կապակցությամբ պատեհարժան եւ ընդունելի ենք համարում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հայտարարության ընդունման վերաբերյալ մեր ռուսաստանյան բարեկամների նախաձեռնությանը։ Համոզված ենք, որ համատեղ անհետաձգելի միջոցառումների ընդունումը, այդ թվում տնտեսական եւ սոցիալական բնույթի թույլ կտա առաջ շարժվել համավարակի դեմ պայքարում եւ դրա հետևանքների հաղթահարման գործում։ Ելնելով դրանից, մենք մտադիր ենք ԱՊՀ շրջանակներում այսուհետ եւս շարունակել համագործակցություն ամրապնդումը մեր երկրների համաճարակաբանական եւ ֆինանսատնտեսական անվտանգության հուսալի ապահովման նպատակով։ Պետք է նշեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք կորոնավիրուսային համավարակի հետևյալ վիճակագրությունը. արձանագրված են հիվանդության 8676 դեպք, բուժման մեջ են գտնվում 5212 հիվանդ, առողջացել են 3297 մարդ եւ ցավոք մահացել է 120 մարդ։ Արտակարգ դրության ժամանակահատվածում մեր կողմից նախաձեռնված կարանտինային միջոցառումները պայմաններ ապահովեցին առողջապահական համակարգի սովորական ռեժիմով գործառնության համար։ Մենք նաև ավելացրել ենք թեստերի ԹԱՕ սարքավորումների դրական դիմակների ռեսուրսները, կազմակերպել ենք մասնագետների վերապատրաստում։ Այնուհետ մենք գնացել ենք արտակարգ դրության ռեժիմի թույլատրմանը եւ ըստ էության թույլատրել ենք տնտեսական գործունեության բոլոր տեսակները կանոններին խստագայնս հետևելու պայմանները, որոնց խախտման դեպքում խիստ կուգանքներ են կիրառվում։ Զուգահեռաբար մենք փաստացի արդեն կիրարկել ենք շուրջ 20 աջակցության խոշոր միջոցառում սոցիալական ոլորտում, ինչպես նաև տնտեսական ոլորտում, մասնավորապես հավելյալ իրավասվելիության տրամադրվելով բիզնեսին։ Այդ իմաստով կարծում ենք, որ մեր միջոցառումները ամբողջությամբ վերացրել են այն մեկանգամյա ցնցումը, որը տեղի էր ունեցել սահմանափակումների պատճառով։ Հարգելի Աբդուլլա Նիգմատովի, շնորհակալ ենք այսօրվա նիստը անցկացնելու ձեր նախաձեռնության համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը լիովին աջակցում է ուզբեկական նախագահության նպատակաուղղված մոտեցումներին, որոնք միտված են համագործակցության դրական դինամիկայի զարգացմանը։ Հարգելի գործընկերներ, նորից հայտարարելով, որ հայկական կողմը կտրականապես դեմ է ԱՊՀ հարթակի օգտագործմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթի խեղաթյուրող ադրբեջանական կողմի միակողմանի պատկերացումների պարտադրման նպատակով ստիպված ենք արձագանքել։ Հայկական կողմը հաստատում է իր հանձնառաջության հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան իրենց ամբողջ եւ փոխկապակցության մեջ համաձայնեցված ձևաչափի շրջանակներում, որն ուղղված է լարվածության թուլացմանը եւ խաղաղ համակեցության մթնոլորտի վերականգնմանը։ Այս կապակցությամբ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ադրբեջանական մեր գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար միջազգային հանրության մանդատով օժտված միակ ձևաչափ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ինստիտուտը։ Ցանկանում եմ նաև հիշեցնել եւ վերահաստատել մեր սկզբունքային դիրքորոշումը,
մաքսիմալիստական դիրքերից հրաժարման և փոխզիջման պատրաստակամության վրա հիմնված կառուցողական մոտեցումը կօգնի առաջ շարժվել և հասնել հակամարտության կարգավորմանը։ Հարգելի գործընկերներ, վերադառնալով այսօրվա նիստի հարցերին ուզում եմ ընդգծել, որ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում ԱՊՀ-ն անցել է կենսագործունեության ձևի և միջպետական հարաբերության մեթոդների որոնման դժվարին ուղի։ Վստահ եմ, որ համակարգային մոտեցումը կընկնի հաստատման համար մեզ ներկայացված մինչև 2030 թվականը անկախ պետությունների համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրի մշակման գործընթացի հիմքում։